Բարև ձեզ, եթերում ճստիկ պստիկներն են։ Այսօր մենք կպատմենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մեկը Անխելք մարդը։ Լինում է, չի լինում մի մարդ, ինչքան աշխատում է, չի աշխատում, մնում է աղքատ։ Մի օր է որոշում է, որ պետքա գնա Աստծու մոտ։ Ճանապարհին գնում է հատկում մի գալու։ Բարի օր, մարդ աղբեր, ուր ես գնում։ Եմ Աստծու մոտ։ Որ գնաս Աստծու մոտ, ասա, մի հատ գայլ կա, գիշեր ցերեկ մանա գալի հատ չի գտնում։ Լավ։ Ու մարդը շարունակում է իր ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, մի աղջկա տեսավ։ Ուր ես գնում, այ աղբեր։ Գնում եմ Աստծու մոտ։ Որ գնաս Աստծու մոտ, մի աղջիկ կա։ Ջահել է, սիրուն, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ։ Հարցրում նրան, ինչ պիտի լինի ինջարը։ Խոստանում եմ, կասեմ։ Խոստանում է արցորդը ու գնում։ Շատ է գնում թե քիչ, հանդիպում է մի ծառի։ Ուր ես գնում, այ ճամփորդ։ Գնում եմ Աստծու մոտ։ Որ գնում ես Աստծու մոտ, երկու խոսք էլ ինձնից տար։ Ասել եմ ջրի ափին, բայց ամառ ձմեռ չոր եմ, երբ պիտի կանաչեմ։ Այս էլ լսեց աղքատ մարդը շարունակեց իր ճանապարհը։ Այնքան գնաց, մինչև հասավ Աստծու։ Բարի օր, Տեր Աստված։ Բարով եկար, ինչ ես ուզում։ Էն եմ ուզում, որ ամեն մարդկանց հավասար նայես։ Մեկին շատ կտաս, մեկին քիչ։ Աստվածը շատ լսում է։ Աղքատին ասում է, որ գնաս կհաստանաս։ Էլի բանոն եմ ասելու Տեր Աստված։ Ու աղքատ մարդը պատմում է չոր ծառի մասին, սիրուն աղջկա մասին եւ սոված գայլի մասին։ Վերադարձին տեսավ 4 ծառին։ Աստված ասավ, տակիդ գանձ կա, որ հանես, արդեն կարողանաս, կանանչես։ Դե որ այդպես է, դու էլ հանի այդ գանձը։ Չէ, ես ժամանակ չունեմ, պետք է գնամ, Աստված ինձ բախտ է տվել։ Ինչ լուր բերիր ինձ համար, աղբեր ջան։ Աստված ասաց, քեզ համար կյանքի ընկեր գտի։ Հենց գտնես, ուրախ ու երջանիկ կապրես։ Դե որ այսպես է, դու էլ ինձ հետ ամուսնացի։ Չէ, ես ժամանակ չունեմ, պետք է գնամ։ Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ, վայելեմ։ Ճանապարհին հանդիպում է սոված գայլին ու ասում. Հեն, Աստված իմ համար ինչ ասեց։ Քո կողքով մի անխելք մարդ է անցնելու։ Իրեն գուտես կկշտանաս։ Քո նման անխելք մարդ որտեղից գտնեմ։ Գայլն ու կերավ անխելք մարդուն։ Շնորհակալություն, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը, կհանդիպենք։ Սիրով ճստիկ պստիկները։ 3